cari fratelli e sorelle. Տոնական այսօրը եկեք հիշենք Հարավային Կովկասն ու աղոթենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը շուտով ստորագրվի ու իրագործվի, ճանապարհ հարթելով տարածաշրջանում երկար սպասված հաշտության համար։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի վերջին ուղերձն է 3 մահվանից բառացիորեն ժամեր առաջ Սուրբ Հարության տոնին։ Di leggere il messaggio. Անվասայլակին նստած կաթոլիկ եկեղեցու հովապետը դժվարությամբ էր արտաբերում բառերը։ Ուղերձը փոխանցել էր Վատիկանի սպասավորներից մեկը։ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր հավատացյալներին ողջունելուց մի քանի ժամ անց այսօր առավոտյան տեղական ժամանակով 7:35-ին 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը մահացավ։ Շաբաթներ առաջ նա բարդ շնչառական վարակով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ ավելի քան 1 ամիս անցկացրեց։ Երկկողմանի թոքաբորբից ամբողջովին չապաքինված Պապը, որն անտեսել էր հիվանդանոցում մնալու բժիշկների պահանջը, 3 որոշել էր անձամբ ողջունել Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորներին եւ գլխավորել Սուրբ Զատիկի արարողությունը։ Տոնակատարությունից ժամեր անց Վատիկանը հայտնեց Պապի մահվան բոթը։ Նա մեզ սովորեցրեց ապրել ավետարանի արժեքներով, հավատարմությամբ, քաջությամբ եւ համընդհանուր սիրով, հատկապես ամենաաղքատների եւ ամենաանտեսվածների նկատմամբ։ Բուենոս Այրեսում իտալացի ներգաղթյալների ընտանիքում ծնված Ֆրանցիսկոս Պապը կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին, դառնալով առաջին ամերիկացին, առաջին ճիզվիտը եւ առաջին հովվապետը, որը ծնվել է Եվրոպայից դուրս ավելի քան 1 հազարամյակի ընթացքում։ Խորխե Մարիո Բերգոլիոն քիմիկոս էր, մինչև հոգևոր ծառայության անցնելը դպրոցում է դասավանդել ճակատագրական դարձավ, նրա չստացված սիրո պատմությունը Ամալիայի հետ, ինչից հետո Խորխեն որոշեց իրեն նվիրել Աստծուն։ Արգենտինացի երիտասարդը մինչ այդ տարված էր նաև ֆուտբոլով, սիրում էր տանգո, հեռուստացույց ընդհանրապես չէր նայում, մի առիթով պարզաբանել էր, տասնամյակներ առաջ էր նման ուխ տարել։ Փոխարենը վերջին տարիներին նա ակտիվ էր սոցիալական ցանցերում, կատակասեր էր, խոսում էր Վատիկանի համար տաբու թեմաներից։ Ֆրանցիսկոս Պապը մի անգամ տեսախցիկների առաջ աչքին կապտուկով էր ներկայացել, որն առաջացել էր իր զրահապատ մեքենայի ապակուն դեմքով հարվածելու արդյունքում, բայց երբ լրագրողները հետաքրքրվեցին ինչու է դեմքը կապտած, Պապն իրեն բնորոշ տոնով կատակեց կարդինալների հետ գարեջրատուն էր գնացել, խմել, վիճել, մեկն էլ աչքին հարվածել էր։ 266-րդ Պապի պաշտոնավարումը դրամատիկ ու հիասթափեցնող էր ինչպես պահպանողականների, այնպես էլ առաջադեմ խավի համար, փոխարենը սիրված հավատացյալների կողմից։ Ընդդիմախոսների կարծիքով նա բավարար քայլեր չարեց կաթոլիկ եկեղեցու ներսում արատավոր բարքերը վերացնելու համար, ֆինանսական յուրացումներից մինչև սեռական ոտնձգություններ, թեև հենց նրա պաշտոնավարման օրոք Վատիկանի բանկը իր ողջ պատմության ընթացքում առաջին անգամ հրապարակեց ֆինանսական գործունեության մասին տարեկան զեկույց։ Ֆրանցիսկոս Պապին հաջողվել է նաև կոտրել եկեղեցու հազարամյա համակարգը եւ Վատիկանում բարձր պաշտոններ զբաղեցնելու ճանապարհ հարթել կանանց համար։ Ֆրանցիսկոսը շեղվելով իր նախորդների ակադեմիական ոճի պաշտոնավարումից փաստացի գլխավորեց մի շարժում, որի նպատակն էր եկեղեցին դարձնել այսպես կոչված դաշտային հիվանդանոց, առաջնահերթություն տալով կարիքավորներին, հրաժարվելով նաև իր նախորդների ճոխ կենսակերպից, Վատիկանի առաջնորդը նախապատվությունը տվեց պարզ կենցաղին, պապական լիմուզինից մինչև թանկարժեք նվերներն ուղղելով բարեգործական ծրագրերի։ Ձախակողմյան հայացքներով Պապը հաճախ էր կոշտ քննադատության թիրախում հայտնվում դիվանագիտական ասպարեզում։ Հարավի հիացմունքին, արևմուտքի դատապարտող հայտարարություններին արժանացավ Ուկրաինայում պատերազմող կողմերին ուղղված խաղաղության իր համառ կոչերի համար, սուր մեղադրանքների ենթարկվեց Գազայում Իսրայելի արյունալի գործողությունները դատապարտելու համար։ Պահպանողականների ճամբարի հետ նրա առճակատումը նոր թափ ստացավ վերջին շաբաթներին, երբ կոշտ քննադատություն հնչեց միլիոնավոր ապօրինի միգրանտներին արտաքսելու պլաններ ունեցող ամերիկյան նոր վարչակազմի հասցեին, նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրելով արժանապատվություն ոտնահարելու, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին աստվածաբանական տերմինները սխալ կիրառելու մեջ։ Ի դեպ, ԱՄՆ փոխնախագահը սրբազան քահանայապետի ընդունելությանն արժանացած վերջին օտարերկրյա առաջնորդը դարձավ։
Միգրանտների խնդրի հարցում սկզբունքային տարաձայնություններ ունեցող գործիչների կարճատև հանդիպումը երեկ էր Վատիկանում։ Գիտեմ, որ լավ չեք զգում, բայց ուրախ եմ ձեզ առողջ տեսնելու համար։ Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իր ուղերձներում Հայաստանը հաճախ էր հիշատակում։ Պապի պաշտոնում ընտրվելուց 3 տարի անց նա հայտարարեց ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնեական երկիր ուղևորության մասին։ Հագեցած այցի ընթացքում Վատիկանի առաջնորդը նախ Գյումրիում պատարագ մատուցեց, ապա աղոթեց Սուրբ Էջմիածնում, ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Հատկապես նրա 2015 թվականի ցեղասպանության 100-ամյակին նվիրված ելույթը առանձնահատուկ կոշտ արձագանք հարուցեց Անկարայում։ Ֆրանցիսկոս Պապը շեշտել էր ոճրագործությունների կոծկումը կամ ժխտումը նման է արյունահոսող վերքի, որը վիրակապված չէ։ Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս, սակայն կաթոլիկ եկեղեցու հովվապետը հիմնականում զուսպ էր, նախընտրում էր ընդհանուր ձևակերպումներով կողմերին կոչ անել դադարեցնել արյունահեղությունը։ Եվ չնայած Արցախի էթնիկ զտումներից հետո Վատիկանի առաջնորդը հորդորեց նաև պաշտպանել, հարգել Լեռնային Ղարաբաղում վանքերը, կրոնական պաշտամունքի վայրերը, նրա ղեկավարած հաստատությունում Ադրբեջանը աղմկահարույց մի միջոցառում կազմակերպեց քրիստոնեությունն Ադրբեջանում պատմություն եւ արդի ժամանակներ խորագրով։ Հայ առաքելական եկեղեցին դատապարտեց տեղի ունեցածը, հայտարարելով, որ այդ կերպ փորձ է արվել ժխտելու Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը։